Ռաֆայել այսօր կառավարության նիստն էր, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսեց կադրային ճգնաժամի մասին եւ այն մասին, որ Հայաստանում ունենք կադրերի լուրջ խնդիր։ Ես ցավում եմ իհարկե, որ սա 7 տարի անց է ասվում կամ ընդգծվում եւս մեկ անգամ, որովհետեւ 2018 թվականի քաղաքական զարգացումներից հետո մենք բոլորս հույս ունեինք հայրենիքում, Սփյուռքում, որտեղ որ հայը կար, որ նոր մարդիկ, նոր մտքեր, այն կերպարները, դեմքերն ու դեպքերը, որոնց քննադատությամբ էլ տեղի ունեցան 18 թվականի գործառույթները եւ որոնց դեմ ամբողջ ազգը ընդվզեց, հենց խոսում էր նրա մասին, որ այն կադրային քաղաքականությունը, որ տասնամյակներով վարվում էր, մարդիկ դեմ են եւ պետք է փոխվել։ Եվ 7 տարի անց նստել կառավարության սեղանի շուրջ վարչապետի աթոռին եւս մեկ անգամ ընդգծել փաստը, ես կարծում եմ դա շատ ոնց ասեմ, վատ տենդենց է այն առումով, որ տեսեք, դա վարչապետը պետք է երևի թե չանի։ Չէ, վարչապետը արձանագրումը թե ինչ որ լուծումներ պետք է արձանագրում պետք չի անել, չէ, արձանագրում հենց այդ է խնդիրը այն է, որ վարչապետը ինքը միշտ արձանագրում է։ Շատ դեպքերում այնպիսի արձանագրություն, որ ես համաձայն եմ դրա, այդ ավելին ասեմ, ովքեր իմ եթերները նայեն այս 7 տարվա կամ 15 տարվա, անգամ մինչև Հայաստանից գնալը 15 տարի առաջվա եթերները նայ, ես խոսել եմ սրա մասին եւ շատերն են խոսում, որ այո, մեզ մոտ կառավարման կադրային ճգնաժամ է։ Մենք մի հասարակություն ենք, որտեղ տասնամյակներով գնել են դիպլոմ, գլուխ են գովել անվճար ընդունվելու համար, բայց անվճար ընդունելությունը եղել է համապատասխան կաշառքներով, վարորդական իրավունքներ են նվիրել իրար ծնունդի տոնակատարությանը, դիպլոմների գույներ են փոխվել համապատասխան ֆինանսական օժանդակություններին, այսինքն նստել եւ փաստել դրա մասին, օքեյ, բայց ես կարամ դա ասեմ, դուք կարաք ասեք դա հարևանը դիտող YouTube-ում դիտողը դա կարող է ասել, բայց վարչապետը չպետք է դա ասի, դա լուծում պետք է տա, որովհետեւ իմ ու վարչապետի տարբերությունը ո՞րն է, որ ինքը կարա սենց անի ու հարցերը լուծումներ տա նշանակի, պատժի, նշանակի մարդկանց, ովքեր հետաքննեն, բայց ես ոչ ոք չեմ կարող ասեմ, ես մենակ կարող եմ YouTube խնդրի մասին խոսեմ, այսինքն տարբեր կալիբրի մարդիկ, երբ որ նույն ֆունկցիան են կատարում, այդտեղ արդեն կադրային սխալ բան կա եւ եթե վարչապետը խոսում է կադրային ճգնաժամի մասին, պետք է ընդունենք, որ կառավարությունում էլ է կադրային ճգնաժամ, որովհետեւ չի կարող 10 անգամ հիմա թիվը էական չէ, բայց մի քանի անգամ չի կարող փոխվել ԱԱԾ-ի պետ, ով պետական գաղտնիքներ գիտի, չի կարող մի քանի անգամ ներքին գործերի նախարար փոխվի, չի կարող արդարադատության նախարար փոխվի, արտգործ նախարար փոխվի, 5-6 անգամ պաշտպանության նախարար փոխվի, դե ո՞նց է այդպես հնարավոր։ Բայց նաև խոսենք այն մասին, որ վարչապետը խոսեց, որ Հայաստանում կադրային խնդիր կա, արդյոք հնարավոր չէ այլ հայերի ներգրավվել Հայաստանի աշխատանքներին։ Դե տեսեք, ինչից ասես, որ խոսում ենք, բացի հիմա ինձ մեկը կարող է հանկարծ համոզել, որ 200 հայ չեն կարողանում գտնել ամբողջ աշխարհում, ովքեր կարողանան լծվել գործի եւ քայլեր անել։ Հիմա ես չեմ ուզում անուններ տալ, քանի որ կրթության մասին էր նաեւ խոսքը։ Դե ընկերներ, ես 12-3 տարի Լոս Անջելեսում եմ ապրում եւ ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր ամերիկյան ֆանտաստիկ կրթություն ունեն, որտեղ ոչ մի խավոր չի դասավորել նրանց ընդունելությունն ու ավարտական քննությունը, հասկանալի է, չէ՞։ Ես բազմաթիվ հարցազրույցներ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր Orange County-ում NASA-ի գիտաշխատողներ են կներեք։ Եվ հիմա ինձ ուզում են համոզեն, որ այդ մարդկանց չեն կարողանում ներգրավել Հայաստանի կառավարման գործառույթների մեջ։ Միգուցե վարչապետը ինչա դիտարկում, ասում է 450,000-ով է գալու աշխատի կամ 800,000-ով է աշխատելու մի բաժին անեցքել աշխատավարձի հետ տուն տանի։ Համաձայն եմ, մեր ժողովուրդը կայացած մարդկանց չի սիրում, մանավանդ չինովնիկին աշխատավարձ, բան բոլորին թվում է, թե չինովնիկը իր հաշվին է ապրում։ Այդ մտածելակերպային խնդիր է, բայց հիմա ինձ ուզում են համոզել, որ եթե մեր այդ կետերը, որ կան մեր օրենսդրության մեջ, որ պիտի 6 տարի ապրի, պիտի 5 տարի քաղաքացի լինի, 17 տարի չգիտեմ ինչ անի, Հայաստանի զինված ուժերում ծառայած լինի, երբ որ այդ չարեփոխումները բարեփոխեն եւ դիմեն Եվրոպայի հայությանը, Միացյալ Նահանգների հայության կամ Կանադա հայության կամ աշխարհասփյուռ հայության, ուրեմն ուզում են ասեն, որ մեր 7 միլիոնով սփյուռքից 200 հոգի, 100 հոգի չեն կարողանում ներգրավել։ Տեսեք, մենք խոսում ենք սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մասին, որ դա անուններ է տալի, ներգրավել են համակարգում, ինչ որ կլոր սեղաններ է արվում։ Իդեպ ամենայն հարգանքով պարոն Զարեսյանյանին երևի թույլ կտամ կասեմ, որ բավականին
մտերիմ եմ իր հետ ու պատիվ ունեմ աշխատելու, համագործակցելու իր հետ, բայց այդ մարդիկ, ովքեր ներգրաված են, շատ ավելի էական գործառույթներում պիտի լինեն, էլի ոչ թե ինչ որ մի վարչության, չգիտեմ, ոչ ինչ որ մի ենթաբաժնի, կցորդ, ինչ որ հիմա նոր բառ է շրջանառության մեջ, չգիտեմ, ինչ դեսպան, ոչ թե արտակարգ եւ լիազոր դեսպան, այլ ինչ որ բարի կամքի դեսպանի նման մի բան։ Խաղաղության աղավնու պես մի բան, որ թռնում տեղ չի ասում, բայց ինչ եմ ուզում ասեմ, դա լուրջ է, սա շատ լուրջ հարց է։ Ես ուզում եմ վերջապես տեսնել, թեպետ շատ ուշ է, մշուշ է, բայց ես ուզում եմ վերջապես տեսնել ոչ թե փաստի արձանագրում, ինչպես վարչապետն է ասում։ Եկեք բոլորս փաստենք, որ այդպես է։ Եղբայր, փաստելը ո՞րն է, հոր Ազիզարև երթվում ենք, որ այդպես է։ Իրապես երթվում ենք, որ այդպես է, բայց հարցը ինչ անել։ Ասում եմ մանկապարտեզից պիտի սկսենք։ Դե մինչև փաստենք մանկապարտեզից սկսենք, քանի որ 7 տարի տեղի ունենում այն ինչ որ տեղի ունենում, ես վստահ եմ կլինի իշխանափոխություն, ու ելի կգան մարդիկ, ովքեր նախորդ համակարգով ապրելով, իդեպ Գյումրին լավագույն լակմուսն է այս պատմության մեջ, որ կգան ելի համակարգի ներկայացուցիչներ, ովքեր ոնց որ 30 տարի տարել են պետության 70%-ում մանկապարտեզ չկա համայնքներում, դպրոցները խալխուլ վիճակի մեջ է, պատուհան չկա, պոլիէթիլենային տոպրակներով ցելոֆանները կկպցնեն, դասկանեն, ու էլի նույն բան, հետո էլի հեղափոխություն կլինի 15-20 տարի հետո էլի ինչ-որ մեկը Իջևանից կքայլի կամ Մեղրիից, եթե մնա էլի, կքայլեն, կգան էլի իշխանափոխություն, հետո էլի 7 տարի կասի, որ մենք անգրագետ ենք, հիմար ենք, տկար ենք։ Երկարատև գործընթաց է պետք։ Երկարատևորն է, պետք է ազգովի տեսնեն նախ ազգը պիտի խոստովանի, որ ինքը անգրագետ է, մեծ մասը, ազգը ոչ թե ազգը բոլոր sense 10 միլիոն մարդու մասն եմ խոսում, այլ մեր հանրությունը ինքը անկիրթ է։ Անկիրթ է հաճախ ոչ իր կամքով, որովհետև հիմա պայմաններն ա եղել սոցիալ-տնտեսական մեկը հորնաուկն է, դաշտում մեկը կողմնակալ է։ Ավելի հեշտ տարբերակ են ընտրել։ Բայց խնդիրը այն է, որ ոչ թե պիտի կառավարության նիստի ժամանակ դա փաստեն, ուղղակի ասեն, պետք է խոստովանենք։ Էլի եմ ասում, մենք խոստովանում ենք, պիտի հասկանանք ինչ անենք։ Պետք է գործել։ Այդ կետերը օրենսդրական պիտի ջարդ ու փշուր անեն, ասեն, դա բռնապետություն է, բա ինչ որ թքած այդ կետերի վրա։ Հայ իրապես, եթե լծակ ես ունենալ, լինի դա իմ ոլորտը, մեդիան, լինի դա այլ ոլորտում, եթե կարողանալ, իրապես իմ արտգործնախարարին կամ բարի կամքի դեսպանին կուղարկեի աշխարհով մեկ տուրնեի շրջապտույտեն եւ համոզելով ոսկեբերանությամբ, որ ասում ուցի լեզու թափելով կհրավիրեի 200 մասնակետի եւ կնշանակեի այնպիսի ոլորտներում, որտեղ էական կլիներ փոփոխություն։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, նշանակում են 3 ամիս հետո, 5 ամիս հետո, կես տարի հետո փոխում են։ Նորն են վերում, սրան փորձենք։ Սա է չեղավ։ Ուժային կառույցներում։ Ռաֆայել, բայց քանի որ նաև վարչապետը խոսեց այն մասին, որ քո ներկայացրած մարդիկ դրսում լավ կրթություն ստացած, լավ աշխատանք ունեցող չեն համաձայնվի Հայաստանում $1000-2000 աշխատել, բայց նաև պետք է այս դեպքում փաստենք, որ իրենցից շատերը անհատույց առանց գումարի ուղղակի Հայաստանի շենացման համար պատրաստ կլինեն ներգրավվածություն ապահովել։ Պատասխանը տվեցիք, այո, քանի հոգու են։ Թող հրապարակեն։ Այ մենք մեր 7 միլիոն են ասում, 6 միլիոն ասում, 5 միլիոն, թող լինի 1 միլիոն։ 1 միլիոն հայից, այո, ասեմ, որ 1 միլիոն հայից, որի, ասենք, այսքան տոկոսը բան, մենք աշխատանքներ ենք տարել 50,000 հարցվածների մեջ, այս 7 տարվա մեջ 50,000-ին հարցրել ենք, 3 հոգին է համաձայնվել։ Վստահեցնում եմ ձեզ, մանավանդ որ շփվում ենք մենք այդ մարդկանց շատերի հետ, ովքեր որ պատրաստ են Հայաստան գալ ու իրենց ներգրավվածությունը ունենալ։ Ներգրավվածությունը սովորական մակարդակներում չէ։ Մենք տեսեք, մի հատ հարց։ Ամենայն հարկանքով, տես մենք պարոն Զարեսյանից էինք խոսում, չէ՞։ Ամերիկայում կրթվելով ընտանիք, փառքոպատիվ, երեխաներ, բազմազավակ հայր, Գլենդելում լավից վատից ամերիկյան քաղաքի ղեկավար է։ Լավ աշխատանք, կրթություն, դա եմ ասում։ Ամերիկայում ինքը լուրջ քաղաքի քաղաքապետ է եղել։ Չէ՞ ինչ որ հանձնակատարի գրասենյակ լինի։ Ինչ գործառույթ է անում մեր կյանքում հանձնակատարի գրասենյակ։ Ես կարծում եմ իրեն կարող են շատ ավելի լուրջ եւ էական գործառույթներում ներգրավել եւ այդպես տասնյակ ուրիշ մարդկանց։ Օրինակ տեսեք մենք գլուխ են գովում, որ Ավստրալիայի Վիկտորիա շրջանի, չգիտեմ որ փոխվարչապետը հայուհի է։ Մեկը զանգել է իրան։
Այս վերջերս պետական մրցանակ տվեցին Կանադայում։ Մեկը զանգել է այդ մարդկանց հրավիրել է։ Ամենացավալի բանը է, այս ամբողջ պատմության մեջ ինձ համար որպես ճակերտավոր հայրենադարձի մարդու եկել է Հայաստան, փորձում մի բան արած լինել, ստացվում է, չի ստացվում, հարցի երկրորդ կողմն է։ Ինչ երազանքներ կային, չէ՞։ Ինչ նպատակներ կային, ինչ ոգի կար։ Տեսլականը ինչպեսին էր ու ինչպեսին հիմա։ Այս էլ է շատ կարևոր մի դիտարկում։ Տեսեք, մենք ասում ենք, պետք է խոստովանենք, որ մենք անկիրթ ենք, որ հասարակությունը ունի լուրջ խնդիրներ կրթության հետ, որ 75% այս վիճակի մեջ է, սենց է։ Ես ես վստահեցնում եմ, որ միշտ կգտնվի հասարակության մեջ ուժ քաղաքական, ով որ կգա եւ օպոզիտ բաներ կասի, հակառակը դու աստվածային ես, աստվածահաճո ես, կատարյալ ես, ես, ու իրանք միշտ հաղթելու են։ Ու ազգը կրկին ընկնելու է այդ փոսի մեջ, որովհետև այդ զգացմունքներով են իշխանության եկել գրեթե բոլոր չարագործները, որովհետև ազգը որպես հավաքական կերպար, ամբողջը, որպես հավաքական կերպար ինքը զգայականությամբ է շարժվում, իսկ զգայականությամբ շարժվելով չի կարող մեկը ասի, որ դու վատն ես, անկիրթ ես, բան դա դուր գա։ Միշտ դուր է գալիս, որ չէ, մի րոպե, ես աստվածային եմ, ու դա եղել է շատ կիրթ ազգերի հետ, ես հաճախ եմ խոսել։ Գերմանիայում նույնիսկ Հիտլերն եկել իշխանության դրա պատերազմից առաջ նսեմացրած վիճակ, չէ, որ առաջին համաշխարհայինում Վերսալից էր ինչ վիճակ էր, ահավոր Գերմանիան ռեպարացիաների մեջ, եկե հանկարծ այդտում այդ կիսագրագետ մարդ, դու աստվածային ես, դու կատարյալ ես, դու արիացի ես, դու բան, ու ժողովուրդը գնաց։ Նույնը Իտալիայում, նույնը Իսպանիայում, նույնը անգամ Լատինական Ամերիկայում, վերենք Չիլի ռեժիմը կամ Արգենտինայի ռեժիմը հաշվի առնենք։ Ուստի ես ամենաշատը վախենում եմ հենց դրանից, որ մեր ժողովուրդը քանի որ շատ զգայական է եւ անկիրթ, ինքը կհետևի ուժերի, ովքեր ոսկեբերանությամբ, այդ sense պաթոսով, որը եղել է միշտ, կտանեն, կմոլորեցնեն եւ մենք ոչ թե դասեր կքաղենք, թե ոնց անենք, որ իրապես կրթվենք, որովհետեւ մենք իրապես անկիրթ ենք որպես հասարակություն, մենք սուրճ աղալ չգիտենք, նորմալ, էլ չեմ ասում տարական, հերթ պահել չգիտենք, հա, գիտության մասին չեմ խոսում, իսկ ակադեմիայի շենքը գիտությունների ազգային ուղղակի ինքը ճարտարապետական ժառանգություն է, այնտեղ ոչ մի լուրջ բան տեղի չունենում, մենք կգնանք հակառակ ուղղությամբ եւ ոչ թե փորձենք կրթվել, շտկվել եւ իրապես հարիր դարաշրջանի քայլեր անել, այլ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ բաները կասեն լոզունգներ, այո, ճիշտ է, մենք կիրթ ենք, մեզ պետք չի բան, ու էլի կընկնենք այդ տոտույտի մեջ ու այդպես։ Էլի մեկը կհայտնվի, կասի, չէ, մի րոպե Ժոջա, մենք ինչի կորցրեցինք Արցախը։ Նույնը, ախր նայեք, նույնը եղել է Արևմտյան Հայաստանի հետ։ Անկրթությունը, անգրագիտությունը, ամեն մեկ իր այգին ջրելու բանով մենք կորցրել ենք Արևմտյան Հայաստանը։ Հետո էլի ինչու այդպես բան կիրթ ենք, մենք աստվածային ենք, մենք կատարյալ ենք, Մասիսը, Ճերմակապ հայելը, չգիտեմ ինչ բան, Արցախ են կորցրեցինք այդ նույն հեքիաթերով, բոլորը հիվանդ են, բոլորը ավանակ են, մենք ամենախելոքն ենք, բան կորցրեցինք։ Հիմա մյուս փուլն է գալու։ Գալու են էլի մարդիկ, ովքեր դու աստվածային ես, դու բան, մենք փրկեցինք մեր եկել, հետո ասենք Աստված մի արածց է, բայց էլի հայրենիքից մի հատված կկորցնենք, հետո էլի կգան, իսկ ինչու կորցրեցինք, որտեվ էս, արդյունքում այդ բան չի մնա տակը։ Տենց է դա ծովիստով ինչ է այսօր ընկել, նույն պատմությամբ։ Ուղղակի 2000 տարվա մեջ որ նայում ես ոնց ենք փոքրացել, դրա համար Աստված Պապին գիտեր էլի, հավատացյալները կսիրեն այդ պատմությունը։ Մենք ի սկզբանե շատ մեծ էր մեզ հատկացրել հայրենիք, որտեղ գիտեր ինչ խելք է տվել մեզ, որ փոքրանանք, գոնե ինչ-որ 21-րդ դար գոնե հասնենք։ Երևի թե այսքանով ամփոփենք այսօրվա մեր զրույցը, քանի որ եթե խոսենք թեմայից թեմա է բացվելու, անդադ ընդգրկելու ենք այլ հարցեր, կառավարության նիստը որպես ամփոփիչ խոսք, ոնց կմեկնաբանեք։ Փաստերի արձանագրում, որ ես համաձայն եմ, որի դեմ ես պայքարում եմ, կրթությունը պետք է փրկի հայ մարդուն, հապես մարդուն, ցանկացած մարդուն, հասարակության, բայց հարցը այն է, թե քանի տոկոսն է պատրաստ եւ ընդունել։ Նայ, հիվանդը ոնց է։ Հիվանդուն ասում են, ունես խնդիր։ Դո չէ, իմ հարևանը ասում էր, ես ինչ բան։ Բժիշկը ասում է, նայեք, այս կարդիոգրաման է, այս MRI-ն է, այս ռենտգենն է, դու ունեք այսպես խնդիր։ Ասում է, չէ։ Ինչ է լինում այդ մարդու հետ, գիտեք, գնում է զբաղվում է հեքիմությամբ։ Իսկ մենք հենց այդ վիճակի մեջ ենք, փաստերը դնում ես մարդկանց դիմաց, ասում է, չէ, մենք էս ենք, մենք ենք։ Դե գնացեք։ Ավարտեմ հերինակային նախադասությամբ, հզոր ազգը թշվառ հայրենիք ունենալ չի կարող։ Հզոր ազգի երկիր է սա։ Սա հզոր ազգի երկիր է։
Սա հզոր ազգ է, որ ամեն կես նայվածքի համար դանակը սիրտ են մարդու կողում, դա հզոր կիրթ հասարակության բան, ինչ է ստեղծել հայը վերջին 20, 30, 40, 50 տարվա մեջ։ Այն օրը նայում եմ հայտնի ամերիկյան գործիչներից մեկի հարցազրույցը, որտեղ ամենայն պաթոսով ներկայացնում էին Մոդերա այդ COVID-ի, պատվաստանյութը ժամանակին, որ բան դե փառք ու պատիվ Նոբար Աֆեյանի գլխավորությամբ լաբորատորիան ստեղծեց, եւ այդ հարցազրույց վարողը զարմանում է, ասում է, այսինքն հայը ստեղծել եւ Հայաստանում ժամանակին չեկավ Մոդեռնան եւ հենց Հայաստանից սկսվեց բան, դե հիմա բարի բացատրի, որ ազգությամբ է հայ, այնտեղ պայմանագիր, այնտեղ աշխատում, էքսկլյուզիվ իրավունքներ եւ այլ, այ որ մենք կարողանանք այդ հայկականությունը այնպես օգտագործել, որ այդ հայկականությունը ի նպաստ երկրի ու պետականության ծառայի շատ, չէ, փայլուն հայեր կային, Կոստանդինապոլիսը ծաղկեցրել են հայերը, հենց է գլուխ են գովում, Շտամում Բաքվում շենացրել կառուցել են հայերը, լավ բան է կարել, Շտամուտ մայրաքաղաքն է կառուցել, քո երկիրը ուր է։ Դու Թիֆլիսը հայերը, Կոստանդինապոլիսը հայերը, Բաքուն հայերը, չգիտեմ, բանը Սոչին հայերը, իսկ Երևանի թշնամին է պիտակավորում, իմ քաղաքն է, իմ հին քաղաքն է, չգիտեմ ինչն է։ Դրա համար այդ պաթոսը մեր տունը քանդեց ու շարունակում է։ Դրա համար միայն կրթություն, ուրիշ ոչինչ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։